Ազգային ժողովի հարգարժան փոխնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությունը իմ Հովիկ Հովսեփի Աղազարյանից նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին։ Միջնորդությունը հիմնված է երկու դրվագների վրա, երկու վայրությունից միացված, դրանք պայմանականորեն անվանենք ոչխարների արտահանման գործ, մեկը մյուսը անվանենք $23,000 ենթադրյալ կաշառքի գործ։ Փորձեմ առանձին ներկայացնել պարզաբանումներ։ Նախ անդրադառնամ ոչխարների արտահանման գործին։ 2023 թվականի օգոստոսի 8-ին ես Սևան քաղաքը Սևանա լճի կողքին է։ Սևանա լճում եղել եմ հանգստանալուց։ Ես չեմ գնում Սերտովեր, Եվրոպաներ, մեկ էլ մյուսներ հանգստանում Սևանում ամեն տարի մեծագույն հաճույքով։ Զանգում այն Սլավիկ Պողոսյանը։ Եվ ասում, մենք ծանոթներ էինք, եւ ասում, որ խոսալու բան կա, պարոն Աղազարյան։ Ասեմ, հա, Սլավիկ ջան, վաղը գանդեպենք զրուցենք։ Չէ, շտապ խոսալու բան կա, ասեմ, Սևանում եմ, Սլավիկ ջան, ոչինչ, ես կգամ, եթե հարմար է։ Ես անհանգստացա, որովհետև մի փոքրիկ ուրիշ կոնֆլիկտային իրավիճակ կար, որի ես տեղյակ էի, ասեցի երևի թե բարձրություններ առաջացել, մարդ ուզում է գա, դրանք կարամ օգտակարել եմ, թե չէ։ Եկավ, ես հելա ճանապարհի եզրին, մեքենայով եկա, մեքենան կանգնեցրեց մի որոշ հեռավորության վրա, ինքը դուրս եկավ մեքենայից, եւ մենք այդտեղ զրուցեցինք։ Սլավիկ Պողոսյանը ինձ ասեց, որ ընկեր ունի, ով Էմիրատների հետ կապ ունի եւ կարող են ոչխարներ արտահանեն, բայց մի հատ խնդիր կա, որ երբ որ ոչխարները արտահանում են, պետք է ինչ-որ կարանտին անցնեն, տեղափոխվում են եւ քաշ են գցում, հնարավոր է արդյոք խնդրել համապատասխան մարմիններին, որպեսզի այդ կարանտինի այդ գործընթացները, անաստաբուժական գործընթացները անցկացնեն, ոչ թե ոչխարների տեղակայման վայրում անցկացնեն, ոչ թե բերեն եւ ոչխարները քաշ գցեն։ Ես որ տեսա, որ խոսքը չի վերաբերում են խնդրահարույց հարցին եւ կներեք մի քիչ ես ասեմ գինովցածի, ասեցի որ Սլավիկ ջան, չեմ կարող միանգամից պատասխանեմ, ես կմտածեմ, կճշտեմ, կպատասխանեմ, վաղը կամ այսօր կպատասխանեմ։ Այդպես բաժանվեցինք։ Այստեղ ես տիկին դատախազ մի բան եմ ուզում ասեմ, միգուցե ես սխալվում եմ։ Սլավիկ Պողոսյանը ինձ ուսմունքներում ասում է, որ մենք երկուսով ենք զրուցել Սևանում։ Ես ասում եմ, որ մենք երկուսով ենք զրուցել Սևանում։ Աշոտիկ Կամավորսյան ասում է, չէ, ես էլ եմ մասնակցել այս զրույցին։ Ինչպես։ Հա, որ ինքն էլ է մասնակցել զրույցին։ Եվ միջոցառումների մեջ, որը ստորագրել է տիկին դատախազը, ասում է, որ պարոն Աղազարյանի հիմնավորումները անարժանահավատ են, որովհետև ապացուցված է, որ Աշոտիկ Կամավորսյանի, Հովիկ Աղազարյանի, Սլավիկ Պողոսյանի հեռախոսահամարները սպասարկվել են նույն ալեհավաքում։ Բայց հարգելիներս, նույն ալեհավաքում դա չի նշանակում, մի ալեհավաքը չի սպասարկում 5 քառակուսի մետր տեղ։ Մի ալեհավաքը սպասարկում է մի քիչ ավելի, շատ ավելի մեծ տեղ։ Եվ հետևաբար միգուցե Աշոտիկ Կամավորսյանը մեքենայում նստած է, ես չեմ նկատել։ Դուք ո՞նց եք դա դնում։ Այսպես որպես ապացույց ես ամեն ինչի հիմքում եւ կարեւոր ձևով եւ իմ խոսքերից անարժանահավատ եք համարում եւ երկու կողմ ասում են մեկ առանձին եք զրուցել, երրորդ կողմն ասում է որ ինքն է մասնակցել զրույցին։ Իմիջիալից այդ Աշոտիկ Կամավորսյանին ես առաջին անգամ հանդիպել եմ առերեսման ժամանակ, որին ես երբեք չեմ տեսել։ Բայց ի՞նչ է տեղի ունեցել։ Ես հաջորդ օրը որոշակի ճշգրտումներից հետո զանգում եմ Սլավիկ Պողոսյանին, ասում եմ, որ Սլավիկ ջան, այդ խնդիրը մանա, ես չեմ կարող օգտակար լինել, որովհետև խիստ կանոնակարգված է, ապարատուրաներ, բաներ եւ այլ, դա հնարավոր չի, ներող կրնես։ Չէ, գամնա ճշտենք էլի ամեն ինչը բան, այս կոմենքում, ասեմ, դե ինչ ճշտելու բան կա, հիմա ես պատասխանեցի, չի ասում ուրիշ խոսալու բան կա։ Պայմանավորվեցինք հաջորդ օրը որ գա։ Հաջորդ օրը ինք եկավ Աշոտի հետ, ոմն Աշոտի հետ, որը կապ չունի, այս նույն Աշոտը չի։ Որ այդ Աշոտը եկավ, ուրիշ մարդ էր այդ մարդը, ես այդ մի Աշոտին եմ տեսել այդ ամբողջ ընթացքում։ Իսկ մյուսը Աշոտիկ անվանենք, որին տեսել եմ բանի ժամանակ, առերեսման ժամանակ։ Այդտեղ էլի այդ խոսակցությունը բացեց, ես ասացի, որ
ես չեմ կարող օգտակար լինել, որովհետև որևէ մեկն չի կարող օգտակար լինել, որովհետև դա անհնար է, ամեն ինչ այսպես կոչված կանոնակարգված է։ Ու ուզում եի փորձել լքում էի տեղը հանդիպան վայրը, ձեռքերդ իրանք մի երկու բան խոսացին իրանց համար, ես գնացի։ Հիմա ամենահետաքրքիրը, թե ոնց է այս գործը, ոնց է հետ կապված հարուցվել։ Տիկին դատախազը նշեց, որ Սլավիկ Կարապետյանը և Սլավիկ Պողոսյանը բանի մեջ են եղել, այդ հետախուզման մեջ են եղել, այդ վարորդական իրավունքի հետ կապված գործով և հիմա այդ բանը դատարանում է։ Իրար հետ խոսացել են, են ասել է իմ աներս կարա Էմիրատներ ոչարար տանի, բայց այս խնդիրը կա, Սլավիկ Պողոսյանը ասել է Իսահակազարյան Հովիկին ճանաչում եմ, խնդրեմ մեզ օգտակար լինել, իրանք որոշում են, իրանք խոսում են, թիվը թվաբանությունը որոշում են, և էդի քննիչը այդ զանագրությունները տեսել է և չէր կարող ինքը վարույթ չհարուցել կամ համապատասխան ղեկավարությանը չներկայացնել և վարույթ հարուցվել։ Հիմա այստեղ այդ ձևով է դա տեղի ունեցել, այդ ձևով է վարույթ հարուցվել։ Հիմա հետաքրքիր նաև հարց առաջանում այն իմաստով թե բա հետո։ Ուրեմն ես Աշոտիկին հանդիպել եմ մի անգամ այդտեղ, այստեղ ասում է 2 անգամ, թե 3 անգամ։ Ենթադրենք, կներեք հազար անգամ, մի պահ ենթադրենք, թե այդ ամսի 10-ին, 11-ին ինձ առաջարկել են այդ $23,000, $20,000 ներողություն խաղում կարծեմ, $20,000 առաջարկել են, ենթադրենք, և ես մերժել եմ, ենթադրենք, բա այդ դեպքում դրանից 20 օր հետո, ամսի 28-ին, երբ որ ներքին դիտում է իրականացում նորից են գործի շրջանակներում, այդ վարորդական իրավունքների գործի շրջանակներում, դա 28, դա 13-րդ, 7-րդ էջում է, եթե հարմար գտնեք, հարգելի գործընկեր նայեք, 7-րդ էջում, Սլավիկ Կարապետյան ասում է, ինչ եղավ ախպեր այդ ոչխարների գործը, Սլավիկ Պողոսյանը սկսում է արդարանալ, հետևաբար խնդիրը այդտեղ է, երկու Աշոտների մեջ և այդտեղ է, ես այդտեղ որևէ կապ չունեմ։ Հիմա ասեցի ես իմ խոսքին, որ Աշոտիկ Կամովոսյանին տեսել եմ առաջի անգամ առերեսման ժամանակ։ Մենք փաստաբանից հետ մշակել ենք մի տակտիկա ունենք, որ ես երևի թե մեզ կհաջողվի նախաքննության փուլում ապացուցենք, որ 2 Աշոտ է եղել բոլոր դեպքերում և ոչ թե 1։ Սլավիկ Պողոսյանի տղան այդ բանի աշնան կողմերը հանդիպում էր խնդրելիզի, հանդիպեցինք և ինքը ասեց հետևյալը, այդ հանդիպման ժամանակ, որ իր պապան հիվանդ է, այդ պահին արդեն կալանքը փոխել էին տնային կալանքի, խափանամիջոցը տնային կալանքին, և եթե ինքը հայտնվի նորից հանազատության մեջ, ապա խիստ դժվարություն է կունենա և խնդրում էր, որ ես օգնեմ այդ հարցում։ Եվ եթե ես չօգնեմ, ապա իր պապան ստիպված կլինի ցուցմունքներ տալ։ Ես այդ մասին քննիչին տեղյակ եմ պահել։ Այսքան այդ մասով, հիմա անդրադառնանք 23,000-ի ենթադրյալ կաշառքին։ Այս դատախազի, գլխավոր դատախազի միջնորդության վարույթ հարուցվել է նոյեմբերի 27-ին, 24 թվականի նոյեմբերի 27-ին, ինչի համար հիմք է հանդիսացել այդ 44-00-90-23 քրեական վարույթով իրականացվող այդ գործը, որտեղ էլի նորից Արամ Մկրտչյանը բան արել, Հայկ Նազարյանին տեսաերիզներ է ուղարկել, որ իբրև թե ինձ տվել է $23,000 ինչ-որ գործի համար և ես չեմ արել և $23,000 չեմ վերադարձնում։ Պատկերացնում եք, այս պահին, հիմա, Արամ Մկրտչյանը դատական գործընթացի մեջ է, դատալեքսի փաստաթղթերով իմ մոտ է, հիմա, 19 թվականից, էլի խարդախության հոդվածներով, մի քանի մարդու խաբերությամբ, մի քանի մարդու փող ավելացրել և ինչ-որ բաներ անելով չի արել, դատական գործընթացը գնում է։ Այս 44-00-90-23 գործը 23 թվականի վերջին է հարուցվել։ Ամենայն հավանականությամբ, եթե կարող միգուցե սխալվեմ, բայց դա շատ էական չի, Արամը ստեղ ֆիգուրանտ է, Մկրտչյան։ Ես 24 թվականի հունվարի 3-ին Արաբկիրի ոստիկանություն ներկայացնեմ հաղորդում, որը ուղարկվում է այս $23,000 բանի մասին, որը ուղարկվում է քննչական կոմիտե, այս երկու իրողությունների համադրությամբ նույնիսկ որ դատա գնում այդ մարդու հետ կապված, իմ մոտ ուրիշ գործ է հարուցվում, իմ բանս հաղորդումս վարույթ չեն ընդունում։ Դե չընդունեցին ես գտա որ բանը չեն ընդունում, որովհետև հիմարություն է, հիշում եք ասում Աղազյան Հովիկի $23,000 փող եմ տվել, հիմա նայեք։
Ուրեմն 20 երբ որ մի պահ եկավ իմ եւ Արամի հարաբերությունները վատացան, Արամը 47-48 տարեկան ամուսնացավ, ես դառա իր փոստակադրության քավորը եւ տեսնոմալ հարաբերությունների մեջ էինք։ Այդ ընթացքում ես որ հիպոթեկով բնակարան էի ձեռք բերել, ինքը ինձ տարբեր մասերով $8,000 չափ գումար տվեց տունը վերանորոգելու համար պարտքով։ Զուգահեռաբար տեղի ունեցավ այդ հայտնի իմ նամակը Քախշինին իր առաջարկությամբ, ես ասեցի շատ լավ ծրագիր է, եթե կա ներդրող, որ դպրոցը քանդի, իր հաշվին դպրոց սարքի, կարող է կարելի կլինի հող տալ, որ բազմաբնակարան շենք կառուցի եւ ինչ-որ գումարներ աշխատի։ Ես դրեցի Քախշին կոմիտեից պատասխանը ստացա, այդ ընթացքում արդեն Արամի մասին ինձ որոշակի ինֆորմացիաներ եկել էր, ես զգուշացա, ասեցի Արամ ջան, հաջորդ քայլ անելու համար, ասենք քաղաքապետարան դիմում գրելու համար, կառավարություն դիմում գրելու համար, չգիտեմ, նախարարություն դիմում գրելու համար, ես պետք է ծանոթանամ այդ ներդրողներին։ Երկու օր հետո ինքը ասավ, այդ ներդրողները, որոնք կային, բան են արել, մի քիչ ձգձգվեց փոշմանել են, ուրիշ ներդրողներ կան, ասեմ ես ոչ մի քիչ չեմ ճանաչում, հիմա տարբերություն չկա, ես պետք է ծանոթանամ այդ ներդրողներին։ Պայմանավորվեցինք, գնացինք Ազնավուր սրճարան, տեսա մի հատ Արսեն անունով տղայի, որի հետ ծանոթացել էի 4 ամիս առաջ, էլի Արամն էր ծանոթացել։ Հետո եկավ այդ Արսենի ընկերը, խոսակցության մեջ հասկացա, որ իրանք իբրև պետք է այդ բանը կառուցեն։ Ես արդեն հետո Արամը եկավ։ Ես իրենց ասեցի դուք որպեսզի այդ ծրագիրը, ասենք հնարավոր լինի անել, դուք պետք է ցույց տաք ձեր հաշվին 2 միլիարդ դրամ գումար կամ գույքային ապահովություն, հակառակ դեպքում դուք ո՞նց եք անելու։ Եթե ես այդքան հիմնարել եմ, որ այդպեսի բանով գրեմ, այդ ծրագրով գրեմ կառավարություն կամ գրեմ քաղաքապետարան, քաղաքապետարանում հիմնար չեն իր որ ծրագիրը հաստատել։ Դուք ով եք, ինչ եք ներկայացնում ձեզնից, ասիկը կատլավանը փորեք, գումարները վերցնեք շենք չսարկած ու թռնեք։ Ես ասեցի, որ չկա այդպիսի բան։ Դրանից հետո Արամը, այն որ գիշատիչից ձերքից խլում ես իր զոհը կամ չգիտեմ որսը, այդ ձևով իմ հետ խոսած, որ միջև այդ պարոն Աղազդարյանն ինձ հարգալից բան խոսած, աչքերը դու ասմա զրկեցին ինձ 40 միլիոն դրամից։ Մի ուրիշ դրվագով էլ, միշտ տղայիս համար բնակարան էի ման գալիս որ գրվենք, ինքը ասեց, որ ես ծանոթ ունեմ կառուցապատող։ Այդտեղ ինքը լավ գներով կտա։ Գնացինք, Դավիթ Հաշիմն էր, թանկերը չհամաձայնվեցինք։ Ես չհամաձայնվեցի։ Հետո այդ կառուցապատողի հետ ես հանդիպեցի Երևանի ավականությունների հետ կապված դրամահավաքի ժամանակ հանդիպեցի, ինքը ինձ հարց տվեց, պարոն Աղազդարյան, Արամը ձեզ փող տվել է։ Ժամացա հարցից, ասեցի հա, ինչքան, ասեցի $8,000 չափ մոտավորապես։ Բանը բնակարանի վերանորոգման համար, պիտի միջև աշուն վերադարձնեմ, ասեմ խի, ասմա $25,000 ես իրան տվել եմ, ինչ-որ պապկով, թե ինչ-որ, ինք ասմա տվել եմ ձեզ, տվել Աղազարնովիկին ու չի կարում վերադարձնի։ Իր այդ խոսացի Արամի հետ, ասեցի ես ինչ ասում, ասմա տես բան չկա, ես սուտ ասում, ճիշտ է ես իրան պարտք եմ, բայց ես չեմ ասել, որ տվել եմ ձեզ։ Վերջը, այս կոմենքում, բա հիմա ո՞նց ես այդ մարդու փողը վերադարձնելու, ասավ մի կամսում կվերադարձնեմ, ասեցի ես խնդրեմ, որ ինքը կամի սպասի, բայց եթե դու չվերադարձրեցիր, ես այն $8,000 որ քեզ պարտք եմ, տալու եմ իրան։ Պայմանավորվեցի տվյալ մարդու հետ, եւ այդպես էլ եկավ, ինքը չվերադարձրեց եւ փաստաթղթավորված ես այդ $8,000 վերադարձրել եմ, տվել եմ այդ մարդուն, մեր մոտ գրանցված է։